Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչների Գեղինյանն եմ։ Ես այժմ գտնվում եմ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վերևի հատվածում գտնվող նախկին ճուտանոցի տարածքում, այստեղ նախկինում ճուտանոց է եղել, ինկուբատոր է եղել, ներկայումս չի գործում։ Ուրեմն Ամերիկայում բնակվող իմ հետևորդուհիներից մեկը, մի մեծահարուստ կին, դիմել է ինձ խնդրելով, որպեսզի ես Ստեփանավան քաղաքում բնության մեջ գտնեմ մի հողատարածք, որը շրջապատված կլինի բնությամբ, ծառներով, քանի որ այդ կինը մտադիր է ֆինանսական միջոցներ հատկացնել, որպեսզի Ստեփանավան քաղաքում կառուցվի անտուն շների եւ կատուների կացարան, եւ բնականաբար դրա արդյունքում կլուծվի նաեւ Ստեփանավանի թափառող կենդանիների խնդիրը։ Ներկայումս ես բանակցություններ եմ վարում համայնքապետարանի հետ, որպեսզի հնարավորինս մատչելի գնով այս հողատարածքը կամ վարձակալեմ, կամ էլ գնեմ, կախված է թե ինչպիսի գին կառաջարկվի ինձ։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ այս տարածքում կան կոմունալ հնարավորությունները, այսինքն կա կոյուղի, կա հոսանք, կա ջուր, կա հոսանք, կա գազ, ամեն ինչը քաշած է մի խոսքով, կոյուղի նույնպես։ Նաև իմ ունեցած տեղեկություններով այս տարածքը տնամերձ է, չգիտեմ դա դեռևս պետք է ճշտեմ, թե այս հողատարածքը տնամերձ է թե ոչ, որպեսզի իրավունք ունենանք այստեղ շինություն կամ շների կացարան կառուցելու։ Այժմ ես կցուցադրեմ տարածքը, նաև ասեմ, որ տարածքում կան մասրեն ու թփեր, մասուրը ինչպես գիտեք բավականին առողջարար է, անտառում իմ հետևում, իմ կողքը գտնվում է անտառը, անտառում կան հաճարենիներ, հաճարի ծառներ, կա նաև սունկ, կա մոշ, մոր, տարածքում էլ ինչպես արդեն նշեցի կան մասրեն ու թփեր։ Այժմ ես իմ հեռադիտակով ուսումնասիրեմ բնության գեղեցիկ տեսարանները, ինչպես արդեն գիտեք, աշունը իր տարերքի մեջ է մտել, հիմա կփորձեմ բնության գեղեցիկ տեսարաններ ուսումնասիրել այս հեռադիտակով, բավականին երփներանք եւ գույնզգույն ծառներ եմ նշմարում հեռվում, ասեմ, որ այս հեռադիտակը բավականին որակյալ հեռադիտակ է, մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա, շատ պարզ մոտ տարածությունից ցուցադրում է, այսինքն 5 կիլոմետր հեռավորություն է, շատ մոտ տարածությունից ցուցադրում է այս հեռադիտակը եւ ես այս հեռադիտակով հիմնականում ուսումնասիրում եմ կենդանիներին եւ բնության տեսարանները, քանի որ ես իմ հեծանիվով շատ եմ ճամփորդում, հիմա էլ հեծանիվով եմ եկել այստեղ, նաեւ այս տարածքը հարմար է շների կացարան կառուցելու առումով, նաեւ այն համատեքստում, որ մոտակայքում բնակելի տներ չկան, Աշոտաբերդ թաղամասը մի փոքր հեռու է գտնվում եւ քանի որ մոտակայքում բնակելի տներ չկան, հետեւաբար տրամաբանական է, որ շների հաչոցը չի կարող խանգարել Աշոտաբերդ թաղամասի բնակիչներին։ Այսինքն ամեն տեսակետից այստեղ հարմար է շների կացարան կառուցելու համար, մնում է որ համայնքապետարանից թույլտվությունը ստանանք այստեղ շների կացարան կառուցելու համար։ Այժմ ցուցադրեմ տարածքը։ Այնտեղ հեռվում ինչ-որ կրոնական կազմակերպություն է, ստոլբաները տեսեք, ահա հենասյուները, հոսանքը հենց այս ստոլբաներից է քաշվելու։ Տեսեք, այս կրոնական կազմակերպության շենքում նույնպես հոսանք է քաշած, այսինքն ուզում եմ ասել, որ հնարավոր է այստեղ հոսանք քաշել։ Սա էլ իմ հեծանիվն է։ Ես իմ հեծանիվով եմ եկել այստեղ, բնության այս գողտրիկ եւ գեղատեսիլ վայրերը։ Ահա տեսեք, սա էլ մասրենու թուփն է, իմ նշած, այս տարածքում շատ են մասրենիները։ Մի օր ժամանակ ունենամ կգամ այստեղ մասուր հավաքելու։ Այնտեղ հեռվում իմ հեծանիվն է, իսկ այնտեղ անտառն է երևում, հենց անտառի տակ եմ ես հիմա գտնվում։ Հիմա հոկտեմբեր ամիսն է, տեսեք նույնիսկ հոկտեմբեր ամսվա դրությամբ ինչքան կանաչ փարթամ բուսականություն է, բնականաբար ամռանը շատ ավելի գեղեցիկ է այստեղ։
Սա եւս մեկ մասրենու թուփ է։ Այստեղ տարածքում շատ են մասրենիները։ Ահա եւս մեկ մասրենու թուփ։ Տարածքը իսկապես հիասքանչ է։ Անտառում կան նաև վայրի տանձենիներ, վայրի խնձորենիներ, բավականին համեղ եւ օգտակար։ Վայրի տանձից բավականին համեղ կամպոտ է լինում եփել։ Տեսեք ինչ լայնարձակ դաշտավայրեր են, գեղեցիկ, մարդկանցից հեռու կապուտակ երկինք, իսկապես հիասքանչ է։ Այսօր արդեն 2025 թվականի հոկտեմբերի 6-ն է, տեսեք հոկտեմբերի 6-ի դրությամբ ինչպիսի գողտրիկ, ինչպիսի գեղատեսիլ կանաչ բնություն է, պատկերացրեք ամռանը ինչքան հիասքանչ է լինում այստեղ։ Սա էլ դեպի անտառ բարձրացող ճանապարհն է, չնայած այստեղից ձախ կողմով նույնպես կա ճանապարհ անտառ բարձրանալու։ Անտառը շատ մոտ է այստեղից, մի քանի 100 մետր բարձրության վրա է գտնվում անտառը։ Այն էլ Աշոտաբերդ թաղամասի շենքերն են, դեղին գույն, երկուհարկանի փայտաշեն շենքերը։ Հիմա քարաշեն շենքեր է կառուցվում Աշոտաբերդ թաղամասում, որպեսզի պետությունը անվճար հատկացնի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներին։ Հիմա շինարարական աշխատանքներ են կատարվում Աշոտաբերդ թաղամասում։